Բարի երեկո, սիրելի դիտողներ, սիրելի հայեր։ Մենք հիմա ուղիղ եթերում ենք հայկական ալիքի YouTube-յան ալիքում, Facebook, Instagram, Էդգար Էլբակյան օգտահաշիվներով, շուտով կմիանանք նաև TikTok-ում, այնտեղ եւս հետևողներ ունենք, նրանք եւս հնարավորություն կունենալ միանալու, մինչ այդ արագ հարգելով նրանց ժամանակը, ովքեր արդեն իսկ միացել են, ներկայացնեմ այսօրվա թեմաները, թեպետ վերնագիրը կարծեմ թե բավականին խոսուն է եւ ինքն իր փոխարեն ամեն ինչ ասում է, բայց հնդածս վերնագրի կազման եւս մեկ մի կողմից աննշան, մի կողմից ընդհանրապես ուշադրության չարժանի, բայց մյուս կողմից փաստացի հիշատակարժան հարց առաջացավ, վստահ եմ տեղյակ եք, դե ֆակտո իշխանությունների շուտ մի հատ թերթոն են թղթի կտոր հրապարակ նետել, իբր գործակալ են բացահայտել. Ես նույնիսկ վատ եմ զգում ճիշտ ասած անուններով ասել, ոչ թե անուններով ասել, այլ նման կոնտեքստում անուններ հիշատակել, օրինակ այն օրը ամենայն հարգանքով մեր հատկապես ազգային դաշտի, այնտեղ ազգային դաշտներ ներկայացված լրագրողների հանդեպ, բայց զվարթնոցում վեհապար Հայրապետին դիմավորելիս հիմա շքախմբով քայլում է մարդը եւ արդեն մի երկու անգամ ասել էր, որ չեմ խոսելու այսօր, կամ ինքը մի անգամ էր ասել եւ արդեն հայր սուրբերը, քահանաները կողքից քայլող ոնց որ հուշում էին լրագրողներին, որ կոպիտած այդ դեպքը չի, մարդը ասելա չի խոսալու։ Հիմա էլ եմ ասում ամենայն հարգանքով մեր ազգային դաշտի լրագրողների հանդեպ, բայց դեռ պետք է հասկանալ որտեղ է այն դեպքը, որ պետք չի էլի այդ ծեծված խորհուրդը, որ լրագրողը պիտի անպայման հասնի իր ուզածին, հա էլի հասեք, բայց ձև կա, սահմանափակումներ կան, հիմա մարդը քայլում է, այդպես ասում են վեհապար, ինչպես կմեկնաբանենք Նիկոլ Փաշինյանը ասել է, մի հատ ում եք հարցը տալի, ինչ անուն եք մեջը հիշատակում, հիմա դրա համար ես Պերանսը չի պետք ասեմ, սրանք հրապարակել են թուղթ, ես ինչ մարդու մասին, որ գործակալ է, ու իրական կփորձեմ այդ բանը նույնիսկ մինչև վերջել պահել մորատորիումը, ինքնարկելքը, այլ կխոսեմ երևույթի մասին, բայց մինչև այդ կամ լավ եւ հենց դրանից էլ սկսենք, իմ եւ ոչ միայն իմ, այլ ինձպես շատ ավելի խոհուն անձանց մոտեցումը այս հարցին շատ պարզ է, որ այս իշխանությունների հրապարակ նետած որևէ մի բան պետք չի բառի խորքային իմաստով լուրջ ընկալել։ Մենք ունենք ընկերներ, գործընկերներ, մեր դաշտի մարդիկ, օրինակ մեր Կարենը Վրդանեսյան, ինքը ընդհանրապես համարում է, որ մի քիչ ավելի էս մոտեցման, չասեմ ծայրահեղ վատ բառ է, ինքը պիտակ ոնց որ լինի, բայց ավելի արմատական դիրքում է կանգնած, որ գրեթե պետք է չի համարյա քննարկել այս աստիճանի, հələ ես ասում եմ խորքային առումով լուրջ ընդունել, ինքը ընդհանրապես շատ դեպքերում ասում է պետք է չի քննարկել, որտեղ իրանց ուզածը հենց այդ է, որ դաշտը լցվի իրանց բանով, տարատեսակ ախմախություններով, բայց կարևորը մարդիկ խոսեն իրենց մասին, տարածված բան է, տարածված քարոզչական տեխնոլոգիա է, իմ մոտեցումը մի քիչ այս երկուսի արանքում է, կամ դնել ամբողջությամբ վերի վարո քննարկել կամ ընդհանրապես չքննարկել, մոտապես սրանց մեջտեղում է, որ էլի կարելի է քննարկել, էլի կարելի է անդրադառնալ, էլի կարելի է մարդկանց լուսավորել, երբեք չմտածել, որ հա դե պարզ չի, դե այնպես որ պարզ լիներ, այսօր ինչ է լինի երկիրը, բայց եւ ոչ էլ իրոք բան անել էլի, խորը լուրջ ընդունել, դինաշ ճիշտ է, բայց կարող է մի բան կա, այս տեսակ ինչ-որ բաներ։ Վերջի անգամ նման օրինակ թեմա կարծում եմ ամառային դեպքերն էին, Բագրատ Սրբազանի 17 արդարների
գործով այդ այսպես կոչված օպերատիվ գաղտնալսումները, այտենց էլ չհասկացանք, կարան մարդուն 5 տարի գաղտնալսեն, հետո մեջը ինչ որ մի հատ բան կտրեն կպցնեն իրար, ասեն դե օրինական արել ենք, հեսա տեսեք, կյանքը ապացուցեց, որ պետք էր։ Սաղ են գաղտնալսեք։ Սահակաշվիլու թվերն է դառն, մարդիկ տաներում էին նույնիսկ վախում բարձրաձայն քաղաքական թեմաներ խոսան, Սահակաշվիլուն քննադատեն։ Որտեղ կաղոտաներում էլ գաղտնալսում լներ կամ հարևանը լսելուս լներ, հարևանը բան լներ, պետական աշխատակից լներ։ Հա։ Վերջի անգամ այդ ժամանակ եմ այս թեմային անդրադարձել, երբ որ ասում էին ինչպես կմեկնաբանեք այդ ավանդական գիտեք հարցը մեր լրագրողական համայնքի կամ թեկուզ պարզ մարդիկ ըստ քեզ ճիշտ է թե չէ, ես ասում եմ չէ, դա սուտ է։ Նույնիսկ եթե դա ֆորմալ առումով ձևական ճշմարտության տեսանկյունից իրապատում է, բայց ես այդ ժամանակ դրան էլ չէի հավատում, որ կյանքը ցույց տվեց, որ դրանք կտրած կպցրած բաներ են, կրճոններ են, ամենաիհարկե սկանդալային հատվածը այսպես կոչված պատերի տակ գնդակահարելով, որ իրանք այնպես էին կտրել կպցրել, որ տպավորություն ստեղծվի թե խոսքը ինչ որ քաղաքական պայքարի, փաստացի քաղաքացիական պատերազմ հրահրելու մասին, մինչդեռ պարզվեց դա ապագայում, երբ որ Հայաստանում նորմալ կարգեր հաստատվեն, երկիրես քաղաքական ճահճից դուրս գա, բա օրինակ ինչպես վարվել ինչ որ այս կամ այն հանցագործ խմբի հետ, որ ոչ թե նույնիսկ հանցագործ խմբի հետ վարվել, այլ երևույթի հետ ինչպես վարվել։ Ինչքան ես ճիշտ եմ հիշում, իմը զգայուն հարցը չեմ ուզի այժզախ, բայց ընդ զգայուն երևույթի մասն էր խոսքը, կարծեմ թմրամիջոցների տարածման առհասարակ, ոչ թե ինչ-որ կոնկրետ անձանց, առավել ևս քաղաքական հակառակորդների մասին։ Այսինքն այդ օրենքով արգելված չի մտածելը։ Հիմա մենք կարանք համաձայնվենք, կարանք չհամաձայնվենք, ասենք դե չէ, դի պայքարելու տեսակ չի, ավելի լավ է օրենքը զուտ խստացնել, չեմ թմրամիջոցի շրջանառության համար սահմանել 58 տարի ազատազրկում եւ այլն, բայց անգամ եթե մարդը այդ տարբերակի կողմնակից է, այդտեղ հանցակազմ չկա։ Եթե երբևէ մտածել եք որ կա, հավատացնում եմ չկա։ Կարող եք քրքրել ամբողջ քրեական օրենսգիրքը, եթե մարդը ասում է ես կարծում եմ որ այս հանցանքի համար պետք է անել են ինչ-որ Բագրատ Սրբազաններ, ասում չկա այդտեղ հանցակազմ։ Դա միտք է, դա մարդու ազատ միտքն է։ Գիտեք ինչի է նման, ոնց որ գրքի մեջ օրինակ հայոյանք օգտագործես, ասեն դա հանցակազմ է։ Ասեն գեղական մերկ կին նկարես, ասում է դոդո հələ գնա մերկ հավը բեր։ Հա, իրոք մերկ կին նկարես եւ ասեն սա բան է։ Պորնոգրաֆիկ նյութի տարածում է։ Կտավ ես նկարում, էլի։ Մոտավորապես նման բան է։ Այդտեղ ընդհանրապես մարդիկ իրացնում են իրենց ազատ խոսելու իրավունքը։ Բայց ես նույնիսկ այդ ժամանակ ասում եի, որ անգամ եթե տեխնիկապես այդ ծերից ծեր սաղ ճիշտ է, որին ես խիստ կասկածում էի եւ կյանքը ցույց տվեց որ տեղին, ասում եմ միևնույն է, այդ դեպքում էլ է սա սուտ։ Հիմա իմ մոտեցումն էլ կարող է թվա արմատական կամ ծայրահեղական, որովհետեւ որպես կանոն այս դեպքում ինքը հանգում է նրան, որ այս իշխանությունից ինչ դուրս է գալիս սուտ է։ Եթե շատ աբսուրդի գրոտեսկի հասցնենք այս ամեն ինչ մեկը կարա ասի լավ, եթե իրանք ասեն, որ 2-ին գումարած 3 հավասար է 5, դա էլ է սուտ։ Ես կասեմ հա, որովհետև 2-ին գումարած 3-ը ինքը ինչ-որ վակումային ճշմարտություն է և չունի որևէ սոցիալական արժեք։ Այսինքն վատ մարդն էլ կարող համարի, որ դա այդպես է, լավ մարդն էլ եւ այլն։ Բայց եթե մենք դուրս ենք գալիս այդ դաշտից եւ մտնում ենք հասարակական կյանքի դաշտ, ապա ճշմարտությունը ոչ թե ճշմարտությունն է հեղեղուկ դառնում, չէ, ճշմարտությունը միշտ ճշմարտություն է, մի հատ է։ Բայց շատ կարեւոր է դառնում, թե որևէ մեկ երբ որ ինչ-որ բան է արտաբերում, հրապարակում, թողարկում, գաղտնազերծում, տիրաժավորում, որն է իր գործողությունների շարժառիթը։ Ու ոչ մեկ չի կարող ասի, չէ, դե բայց դե այդ ինչ կապ ունի ով է ասել, ով է հրապարակել, բայց փաստ է, չէ, չէ, փաստ չի։ Որտեւ էլ եմ կրկնում ճշմարտության իրական, փիլիսոփայական իմաստով ճշմարտության որոնման, ճշմարտության փնտրտուքի համար շատ կարևոր է ով է ասողը, ով է պնդումանողը։ Եթե դա մի իշխանություն է, որը 8 տարի է, հեսա 8 է դառնում։ Հա, հեսա 8 է դառնում։ Ապրիլին կնշենք 8-ամյա հոբելյարը, որը 8 տարի է խափում է մարդկանց, որում խափում է ամենա ճակատագրական պահերին։
ամենազգայուն հարցերում պատերազմ հաղթում ենք, թե չենք հաղթում, միջև վերջի օրն էլ խաբում էին։ Ու դա դուխ տալ չէր, դուխ տալը ուրիշ բան է։ Դա դուխ տալ չէր։ Դուխ տալիս էր սովետական միության պետական քարոզչամեքենան, դուխ տալիս էր ինչ-որ չափով արցախյան պետական քարոզչամեքենան Արցախյան առաջի հաղթական պատերազմի տարիներին, դուխ տալն ու խաբելը չեն նույնն անում։ Այդ ժամանակ խաբել են, զոհերի թիվը մինչև այսօր խաբում են, մինչև այսօր իրանք տարբեր թվեր ունեն, որ ակնհայտորեն իրականությունից ցածրացված է, բայց նույնիսկ իրանք իրար մեջ տարբեր թվեր են տարբեր տարիներին ասել։ Պատանդարյալների գերված, բռնադատված անձանց Ադրբեջանում գտնվող թիվը խաբում են։ Նախընտրական ծրագիրը խաբում են, նախընտրական ծրագրում գրում են Հադրութի Շուշիի խաղաղ դեօկուպացիա, մնացած կտորն են հանձնում։ Լավ, ասենք ինչքանով է խելքին մոտ, որ Սայրուքսին գումարած 3 չի էլի, սա քաղաքականություն է, սա արժեքներ են, մարդկային կյանքեր, ինչքանով օրինակ խելքի մոտ նման սուբյեկտին հավատալը։ Երկրորդ, ինչն է այդ սուբյեկտի նպատակը։ Դե այս մասին շատ ենք խոսացել։ Հետաբար ինչ նպատակ որ իրանք ունեն, իրանց հրապարակած ամեն ինչ այդ նպատակին է ծառայում։ Եթե մենք հաշ չենք այդ նպատակի հետ, եթե մենք հաշ չենք, որ պետական բավականին բարձրաստիճան պաշտոնյան, չեմ էլ հիշում հիմա ինքը պաշտոնով ինչ է, բայց կշիռը բարձր է, քիչ չի ու տարբեր պաշտոնների է եղել։ Դիտավորյալ, sense թարախը աշկերից թափելով ասում է, այո, Արևելյան Թուրքիա։ Ընդ վարողը ասում է, դուք չասացիք Արևմտյան Հայաստան։ Հա, չեմ ասում, որտեվ դա Թուրքիա է։ Всё։ Ասենք ցեղասպանությունը ասում են, որ տոլի չի եղել, տոլի թուրքերը չեն մեղավոր, հայերն են մեղավոր, դաշնակներն են մեղավոր, ռուսներն են մեղավոր։ Եթե իրական թշնամիներին թողած թշնամի են հռչակում, մուննատ են գալիս բարի դրացիական պոտենցիալ դաշնակցային երկրների վրա, այն օրը Պարսկաստանի հոգևոր առաջնորդի, այսինքն երկրի գլխի խորհրդականը ու երկրի գլխի Պարսկաստանի հոգևոր առաջնորդը չի նույն անում, այսպես ասած անգլիական թագուն, իրոք երկրի գլուխը երկրի գլխի խորհրդականի ասածը ասում են մեր համար հաշիվ չի, մենք ԱԳՆ-ի հետ ենք խոսում։ Ոնց որ ասեն, որ թքած ունենք, դուք դա ինչ եք ասում, մենք որ մասը կուզենք, այդ կմեկնաբանենք։ Ռուսաստանի հանդեպ եւ իմաստը չունի ասել ինչ քաղաքականություն է վարվում, բայց զուգահեռաբար չգիտես ինչի, իսկ գիտենք իրական ինչի, ասենք թշնամական երկրից բան են բերում, նավթ են բերում, նավթամթերք են բերում, սեփական գրպանները լցնելու ու ժողովրդին բանի մեջ դնելու համար, կախվածության մեջ դնելու համար, բան էիք անում։ Ղարաբաղցիներին ազգի թշնամի էիք համարում, ասում էիք հենա բանը աղդամից բան են ուզում ընդունածելնեն, մատակարարում են ուզում ընդունածելնեն, այսինքն իրանք Ղարաբաղցին հասցրել էին այն օրվան, որ նման հարց առհասարակ առաջանար։ Երկրորդ, իրականում չէին էլ ընդունում, ընդ ինչ-որ բան մտավ զորով սենց ռուսները, ադրբեջանցիք սենց խառը ճխտեցին ենքան նա այդ ակտը կայանա, բայց կհիշեք օրինակ ասկերանցի կանգնել էին, ասում էին չենք ուզում։ Այսօրապես աշկիս առաջ է այդ կնոջ դեմքը, Աստված գիտի, ուրա որտեղ է, եղբայրն զոհված էր կարծեմ, չէ ասում էր, չեմ բան անել, լավ զոհվից մեռնենք։ Բայց իրանք մեկը այդ թեման փաթաթեցին բանի վրա, Ղարաբաղցիների վրա, սովամահության եզին գտնող մարդկանց, ասին հենա տեսեք, այն որ մենք 88 թվից ասում ենք, որ դուք թուրք եք, ճիշտ էինք ասում, էլի հենա թուրքից բան եք վերցնում, հաց եք վերցնում։ Իմաստը իրանք են կիսաթուրքական բան բերում, ծոր են բերում, 28-րդ սորտի, Ադրբեջանից նավթամթերք բերում, ինչ որ կախվածության մեջ գցեք այս մարդկանց, որ հետո մենք կանգնենք ասենք ախպեր դադարեցրեք այս հողերի առուծախը միակողմանի հանձնումները մինչև ուր, ասեն բա ինչ եք ուզում, արկածախնդիրներ, ռևանշիստներ, ժողովուրդ դեմը ձմեռա սառած մնա, բա այդ ոնց եղավ որ այդ ձմեռը միակույսը թուրքի բանն է, նավթն է, դուք եք վերում։ Հիմա էսա ոչ այնքան երկարատև շարք, այնքան երկար կարելի է շարունակել։ Էսա բայց շարքից հետո ասենք պարզը չէ իրանց նպատակը, եթե երկրի վերացումն է, ոնց կարա իրանցից ճշմարտություն դուրս գա։ Ճշմարտությունը ինքը մարդիկ ճշմարտությունը ընկալում են
ուղղակի ճիշտ տվյալ, հա, որ սա ակնոց է, սա բաժակ է, սա բարձրախոս է, 2-ին գումարած 3 հավասար է 5, դրանք համ ճիշտ են, համ ճշմարտություն են, բայց ավելի բարդ սոցիալական կոնստրուկտների, մետաֆիզիկական իրականության պայմաններում դրանք տենց ուղղակի չեն նույնն անում։ Հիմա գալով այսօրվա այդ թերթոնին, ես նույն բանն եմ ասելու։ Այո, իմ խորագույն համոզմամբ եւ ինձնից առաջ, ինձնից լավ լիքը մարդ գրել է, թե ինչքան լուրջ հիմքեր կան պնդելու, որ դա, ասենք, խեղկատակություն է, այդ ճակերտավոր փաստաթուղթը ուղղակի բան է, հորինվածք է, ասենք, տենց հայերենով գրված, բլանկը բլանկի նման չի, կամ կախնազերծվածի կնիկ, ուղղանկյուն շտամպ, մի խոսքով լիքը մարդ գրել է, սա Facebook-ը էդ է։ Բայց ես նույն բանն եմ ասելու, որ նույնիսկ եթե դա տենց է, ինչ ենք մենք քննարկում, ինչի մասին ենք քննարկում։ Այսինքն մենք քննարկում ենք տենաս այս իշխանության ասածը, որը ուզում է մեր եկեղեցին թուրքերի պահանջով հիմնահատակ փակի, որ երբ որ թուրքերը ուզենան գան Հայաստանում, այսպես ասած բնակություն հաստատեն, իսկ իրականում ռազմական ճամբարներ հիմնեն, իրանց ճամփեն լրիվ հարթ լինի, ոնց որ ասենք հրետանին կրակում է, որ հետևակը կարենա հանգիստ մտնի, հիմա կրակում են հրետանային կրակ են հասցնում մեր եկեղեցուն, այս սաղ այդ կոնտեքստում է արվում, որ թուրքերին բերեն Ռամիլ Սաֆարովներին բերեն մեր քթի տակ, ասենք, բնակեցնեն, մենք պետք է նստենք մտածենք, տենաս ճիշտ է թե չէ, տենաս կեղծ է թե չէ, հա, բայց կարող է չէ, հետաքրքիր, ի՞նչն է հետաքրքիր, դե հետաքրքիր բան չկա, դե միակ հետաքրքիր բան կա, ոնց փրկել Հայաստանը։ Խորն է պետք նայել։ Հիշում եմ նույն իդեպ 18 արդարներ էր, 18 էր, 17 ասեցի, նոր հիշեցի։ Նույն այդ գործով ամռանը այդ բաները որ եղան, հունիսներ էլ, հունիսի կեսերներ, հրապարակումները, չեմ հիշում ով էր, տղա էր, ջահել տղա էր, ու ընդհանուր առմամբ հայրենասեր ազգային տղա էր, բայց առանց խորը քաղաքական բանի, խորը քաղաքական հասունության, քաղաքացիական, դե բայց ոնց կարելի է էլի ժողովրդի մասին այդպես արտահայտվել, ընդ չեմ հիշում ինչ էր աս ժողովուրդը, որ սենց հա թե նենց հա կառավարելի է, տենց մի բան էր, ասի ցավ տանեմ, դու ինչ ես էլի հիմա քննարկում, ասի ջուր ջաղասն է տարել, չաղճախի մասին ես մտածում, կամ ասի դու քո շրջապատում, հələ լավ քեզ հանեմ, շրջապատումդ նույն ժողովրդի մասին էձև արտահայտվող մարդ ես չես լսել, այտենց կանգնել ես, ասել ես ես այլևս քեզ չեմ ընդունում, ինքը մոտապես այդ էր ասում, որ մտամ տենց չեզոք դրական վերաբերմունք ունեի սրբազան պայքարի հանդեպ, թե ես էլ էի մասնակցել մի քանի օր սենց ինչ-որ մի բան, բայց այդ դրանից հետո վсё, ասին արի մոտ հասկանանք, դու առիթ էիր ուզում, որ ասեիր վсё, որ կոպիտ ասած մարող շարժման հետ քեզ չասոցացնեիր, ուղղակի առիթ չէիր գտնում, հիմա հազվի մի հատ առիթ եղավ, թե ասի դու տենց սկզբունքորեն տենց այդ դրանից վատ է զգացի, թե ասի սկզբունքորեն դրանից վատ է զգացի, ասի էլ տենց մարդկանց չես հանդիպել, տենց արտահայտվող, դու ինքդ տենց չես արտահայտվել, արա այս հայերը, չգիտեմ, կարգ չեն պահում, ես չեն անում, խոզ են, եսի ինչ են, ասի ներվայնացած բայ տենց չի եղել, կամ ասի մարդիկ ելել են ուզում են երկիրը ազատագրեն, թուրքի դեմ կռիվ են տալի, հիմա այդ թուրքը եկել է իրանց փնովում է, դու ասում ես դե բայց այդ մեկը ճիշտ է, այդպես դե բայց այդ մեկը ճիշտ է ասելով է երկիրը հասել այս օրին 18 թվին, երբ որ ինչ երեք ուղարկում, բաներ մի ուղարկեք եթերի վաղտ 1918 թվականին, երբ որ թուրքերը ուզում էին մուսավատականները, թուրքերը, քրդերը ուզում էին բանը գրավեին Սյունիքի գյուղերը, որ հիմա սրանց պատճառով էլի դարել է փաստացի սահմանային խոզնավարը բաներ էին տարածում, այդ ժամանակ դե Անդրանիկներ Սյունիք Զանգեզուրի ինքնապաշտպանությամբ զբաղվում, բաներ էին, թռուցիկներ էին տարածում, մի հավատացեք Անդրանիկին, Անդրանիկը իր հոգին ծախել է անգլիական ոսկով, կան այդ թռուցիկները ազգային արխիվում, օրինակներ պահպանվում են, հիմա ասենք ինչքանով ճիշտ կլիներ, ես չեմ ասում ոչ մեկը դա լուրջ չի ընդունել, ցավոք այն ժամանակ էլ են եղել թշնամուն լուրջ ընդունողներ, հիմա էլ կան, բայց հիմա ասենց հետայած որ նայենք էլի, ովքեր որ լուրջ են դա ընդունել, ինչքանով են իրանք լուրջ եղել,
Հետեւաբար այս հիմարությունների հետ կապված իմ միակ հորդորը, միակ խորհուրդը, որ իրանցից դուրս եկող բաները պետք է ընդունելի գիտություն ոչ թե դատողություններ անելու այն անձանց ուժերի մասին, ում իրենք փորձում են փնովել։ Այդտեղ միակի գիտություն ընդունելի բանը, որը այդ ուժերը ամեն ինչ ճիշտ են անում ու պետք է իրանց կողքին լինել։ Այլ ընդունելի գիտություն, թե այլ ինչի են իրանք պատրաստ, իրանց հանցակիցները, իրանց կողքը կանգնողները, ընդհանրապես այդքան բան։ Այս դեպքում նաև ասենք որ տեխնիկական ամփոփության աստիճանը, օրինակ, ուրիշ ոչ մի բան այստեղ ես լուրջ ընդունելու, քննարկելու, ասել որ հա բայց այն ժամանակ պակի գործակալը լինելը պատվաբերեր, այդ դեմ չեմ, հա, միգուցե հիմա ճաշակի հարց է, նախասիրության հարց է, բայց անիմաստը նույնիսկ մտնել այդ բանի մեջ, այդ խոսույթի մեջ, դա ոնց որ դու լեգիտիմացնես այդ խոսույթի գոյության իրավունքը, առնվազն գոյության իրավունքը։ Երկրորդ հարցը երեք տեղի ունեցածը այն վերնագրել ենք Էշմիածնի ինքնապաշտպանություն, Մայրաթոր Սուրբ Էշմիածնի պաշտպանություն, ինքնապաշտպանություն եւ իրականում այդպես էլ կար։ Ես այնտեղի համեստ շարքայիններից մեկն էի, առանձնապես որևէ շոշափելի գործառու, բան ես եմ արել, ինչպես բոլորը, որպես այդպեսին, այդպես էլ ես, դիտարկումներ եմ զուտարել, որոնք կարող եմ իմ մասնագիտական պրիզմայով անցկացնել և կիսվել ձեզ հետ, ոստիկանական պատի, ոստիկանական կենդանի բարիկադների երկու կողմում իրականում տեսանելի էր այն, ինչ մեծաշով 2018, ապա ավելի մեծ թափով 2020 թվականից այս իշխանությունները իրականացնում են հայության և Հայաստանի և Սփյուռքի դեպ խորքային պառակտում։ Երբ որ մենք ասում ենք, ասենք ազգի միասնականություն և այլն, մի մասը դիտմամբ, մի մասը իրոք կիսատ պատկերացնելով, միանգամից առաջ են բերում, ասենք բանի օրինակը, Հյուսային Կորեայի։ Դե ասում են, որ ասում եք պետք է ազգը միասնական լինի, միասնական մտածի, դե ախր դե տենց ոնց կլինի, բա բազմակարծությունը, բան դե տենց Հյուսային Կորեա կդառնանք, ես ոչ մեկը չի ասում, օրինակ տենց Իսրայել կդառնանք, միշտ վատ օրինակն են բերում, որ այսից վատ չէ, վատ պիտակավորված, բայց միասնականությունը մի քիչ այդքան էլ դա չի։ Այո, կա նաև միասնականության այդ կազմակերպվածության աստիճանով այդ ամենագերադրական ձևը, որպեսզի, այո, ենթադրաբար կա Հյուսային Կորեայում, որտեղ ժողովուրդը, պետական ապարատը, կուսակցությունը, բանակը, նոմենկլատուրան, ամեն ինչ սերտաճած է մեկ օրգանիզմ է։ Կա, այդ էլ կա, Աստված իրանց հետ։ Կյանքը ցույց կտա այդ համակարգը իրենք արդարացնի, թե ոչ։ Եվ որտեղ կլինի, ուր կհասնի այդ համակարգը, ուր կհասնեն այդ համակարգը ծաղրողները օրինակ։ Բայց Հյուսային Կորեայից հետ վերադառնալով Հայաստան, միասնականությունը մի քիչ ուրիշ բան է, միասնականությունը ազգի քաղաքական միասնականությունը, նախ նշանակում է միասնական ուժային կենտրոնների առկայություն, ազգային, եկեղեցի, ազգային կազմակերպություններ, համահայկական Սփյուռք և Հայաստանում և ամենակարևորը միասնական հավատալիքներ, կոչենք դա այդպես, որ կրոնական չդառնա, միասնական քաղաքական հավատալիքներ, որտեղ չի կարա քաղաքական ազգ լինի առանց միասնական հավատալիքի, տենց չի, այդ բազմակարծությունը ուրիշ բանի մասին է, բազմակարծությունը նրա մասին է, օրինակ, ոնց մենք հասնենք ցեղասպանության հարցում արդարության, երբ հասնենք դրան, մեկը կարող է ասի, մինչև դրան չհասնենք, ուրիշ բան չենք էլ կարող հասնել, մյուսը ասի եկեք 5 տարուց հասնենք, մյուսը ասի եկեք 15 տարուց հասնենք, մյուսը ասի եկեք սպասենք այնքան, մինչև Թուրքիան էապես թուլանա, այդ ժամանակ այդ հարցից խոսանք,
բայց բոլորը համաձայն են, որ պետք է այդ հարցով արդարության հասնել։ Ժամանակին դե Արցախի հարցն էլ կար, ընդդեմիկ ճյուղակի ամեն ինչ լխոզված էր, այդ թեմայի մեջ հիմա չեմ ուզում մտնեմ, սահմաններ, տարածքներ, հանձնել, չհանձնել, մի քիչ բան թեմա է, առանձին արծարծման առարկա է։ Մենակ ցեղասպանության օրինակը հերիք էր, որն միասնականության ու պլուրալիզմի բազմակարծության տարբեր տիրույթներում լինելը ու մեկը մյուսին չհակասելը, որտեվ կներեք, եթե միասնականություն չկա, հիմա մեկը կարող ասի, չէ, իմ ասած բազմակարծությունը այնա, որ մեկը ասի, որ ընդհանրապես պետք չի ցեղասպանության հարցով զբաղվել, մյուսը ասի, հա պետք է զբաղվել, հա բայց այդպես ազգ չի լինի։ Այդ շատ նման է նրան, ոնց որ ասես, հա, թող ընտանիքը լինի, մենք կոչվենք ընտանիք, բայց բոլոր ֆունդամենտալ հարցերում մենք ունենանք արմատապես տարբեր կարծիքներ, դա բազմակարծություն է, ապա բաժանվեք բրծեք բազմակարծություն։ Դու էլ կպրծնես, նա էլ կպրծնի։ Էդ էլ չեղավ ընտանիք, որտեղ ամեն հասարակական կոնստրուկտ ենթադրում է որոշակի կանոններ, այլ կերպ չի կարա լինի։ Չի կարա ասենք լինի ընկերություն, բայց ախպեր կլինի պայմանավորվենք բազմակարծությունը, ես ունեմ, չէ, ազատ բանի իրավունք, ազատ կամքի իրավունք, ես քեզ երբեք չզանգեմ, մենակ դու զանգի։ Զանգի ասա ոնց ես։ Բայց ես չզանգեմ, դա իմ իրավունքն է, չէ, հետո կապիկություն չի սա։ Ընկերությունը դրա համար էլ ընկերություն է, որ ենթադրում է, որ դու է պետք է զանգես, նա է պետք է զանգի, ու բոլոր այդ տեսակ ֆունդամենտալ հարցերում, այստեղ մենակ հարցը զանգելը չի, հարցը իրար հանդեպ ուշադիր հոգատար լինելն է, պետք է լինի փոխադարձություն։ Նույնը ընտանիքը։ Այսինքն ո՞նց կարա մեկը ասի ապրենք այս երկրում, մյուսը ասի ապրենք այն երկրում, լավ հենց կարա լինի։ Ամեն հարցում, ամեն ֆունդամենտալ հարցում, մեկը ասի հերոտնից տեղից աբորտ անենք, մեկը չէ, կամ ավելի հեռուն գնամ, հա, աբորտը մի քայլ առաջ արեցի, մեկը ասի ընդհանրապես երեխա չունենանք, տենց պրոստ մարդուկին լինենք, մյուսը ասի չէ, երեխա եմ ուզում, ու դե համարվի ընտանիք։ Հա, անունը կարա տենց մնաց, կարելի է մտ ԶԱԳՍ-ի թուղթ ունենալ, ոնց որ սրանք են պատկերացնում, ասում կադաստրի թուղթ չունենք։ Ինչ կադաստր արը, միջազգային հարաբերությունում չկա կադաստր։ Դա ներպետական տիպի մարմին է, միջազգային հարաբերությունում կա անարխիա, ինչքան կարաս փախցրու։ Իսկ եթե ղազես կգան քեզնից կփախցնեն։ Այդ է միջազգային համակարգի ունիվերսալ կանոնը։ Հիմա կարելի է տեխնիկապես այդպես ԶԱԳՍ-ով ընտանիք լինել, բայց դա ընտանիք չի։ Դա ընտանիք չի, դա բջիջ չի։ Նույնը ընկերություն չի, եթե մեկը ասի իմ ազատ իրավունքն է, ես քեզ չեմ զանգում, դու զանգի։ Բայց մենք ընկերներ ենք։ Նույն ձև էլ ազգի դեպքում, եթե խոսում ենք ոչ թե երջանկահիշատակ մեր ողորմածիկ Արուսյակ տատիկը իմ մամայի տատիկը, մամայիս հորական տատիկը, միտեղ որ այտենց են որ ընտանիքը անունը կա ամանումը չկա, լորեցիկիներ, ասում էր ընդի ընտանիք չկա բարաջան, ընդի հվակովի մարդիկ են, հիմա ու սրանք ես դեֆակտո իշխանությունները հենց Հայաստանը հվակովի մարդկանց բան են ուզում սարքեն, որ պրոստը կա այդ կապույտ անձնագիրը, հələ որ ով այդ կապույտ անձնագիրը ունի, վсё, նա լևոնական բան կար, բանաստեղծ էր, պոետ էր, աշուղ էր, ինքը իր գրական կեղծանունը հենց տենց էր դրել հայաստանցի, տիպես թքած ունեմ այդ ձեր էթնիկ բաների վրա, բան, ես պրոստը հայաստանցի եմ, բայց այդ Հայաստանը ինչ է, ամբովանդակի շոր բան, հիմա այդ պասպորտը յա թուրքը ունենա, յա հնդիկը ունենա, ամենայն հարգակով հնդիկների հանդեպ, բայց այդ մարդիկ ասենք ինչ կապ ունեն Հայաստանի որպես պատմաքաղաքական կոնտինուումի հետ, ուզբեկը բանը, այնքան այդ անձնագիրը սա հայաստանցի են, հվակովի մարդիկ են էլի, ու դե պարզ է արդեն դու հնդիկի, թուրքի, ուզբեկի բանի ֆրանսիացու, ուգանդացու հետ չես կարա դնես շուտ ցեղասպանության թեմա քննարկես, գոսի ախպեր հետ իմ հետ ինչ կապ ունի, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ պրոստը, դու ինչ որ էթնիկ բաներ ես ասում, բայց մենք հավասար ենք, մեր ձայները հավասար են, ես իմ ինչ ես ասում, ես դեմ եմ դրան։ Իրանք հենց այդ հվակովի մարդկանց հավաքածու են ուզում սարքենես, բայց քանի որ երկիրը մոնոէթնիկ է, թուրքերին էլ չեն բերել, իրանք փորձում են այդ քաղաքական կոնստրուկտը քանդել։ Բայց ես էլի եմ ասում, չի կարա ազգ լինի, եթե ինքն էլ իր ազգային կանոնները չի պահում։
ոնց որ չի կարա ընտանիք լինի, եթե այտենց մեկը ասում է արի ընդհանրապես երեխա չունենք, մեկն ասում է չէ, ես 5 երեխա եմ ուզում ունենամ։ Բայց մենք ընտանիք ենք։ Ընկերություն չի կարա լինի, որ մեկը մեկին զանգում է, մեկը ասում է իմ ազատ որոշելու իրավունքն է, ես քեզ չեմ զանգում։ Նույն ձևը չի կարա ազգ լինի, եթե չկան ընդհանուր ազգային քաղաքական իդեալներ, ընդհանուր ազգային քաղաքական հավատալիքներ, որոնք այո ընդհանուր են բոլորի համար, բայց հենց դա է միասնականությունը։ Այսինքն կարա տենց ընտանիք լինի, որ կինը տնտեսում է հետաքրքրում, իսկ մարդը ասենք խումարբազությամբ զբաղված։ Չէ, կան, բայց ինչքանով են դրանք որակյալ եւ կենսունակ ընտանիքներ։ Նույն ձևով ոնց կարա ազգ լինի, որ մեկը կռվում է, մեկը թալանում է, մեկը վեհապարի ու բռնադատված սրբազանի անուննա տալի, մեկը տակից իրան ճղելով, տղամարդալով, կնգաձենով ցիկայա տալիս, ասում է դա կաթողիկոս չի, պետք է ինչ ասք։ Հիմա երեք դրա ցցում տեսարաններ, այս վիճակի, որին իրանք հասցնում են Հայաստանը, որ զրկեն ամեն տեսակ բանից, քաղաքական ընդհանրությունից, ώστε ելնեն հերիք չի հվակովի մարդիկ։ Ես կարող եմ պայմանական հնդիկի հետ շատ ավելի հաշտ ապրեմ, օրինակ, քան այդ որ իրան ճղում է, ասում է դա կաթողիկոս չի։ Դու ով ես։ Իրանք մի հատ էլ ուզում են ներքին թշնամությունը սարքեն, վաղուց սարքել են, ու երեք դրա ցավոք կենթանի մենք վկայությունը տեսանք, ուղղակի ոստիկանական պատով բաժանված էին մարդիկ, որոնք ոչ միայն նույն անձնագիրն ունեն, նաև նույն ծագումնաբանությունն ունեն, բառի բոլոր իմաստներով ի դեպ, եւ գենետիկ, եւ առասպելական, բոլորս Հայկ Նահապետից ենք սերում, եւ պատմական, եւ նույնիսկ քաղաքական, որտեղ եթե թուրքերը ներխուժեցին Հայաստան, սկսեցին կոտորած չեն ասելու դու Էշմիածնի գրոհի օրը դեպի բան էիր, տաճարից էսկոմ էիր, ձախ էիր կանգնած, թե աջ էիր կանգնած։ Որտեղ իրանք մեկը նայելու են, այս էլ է հայ, ինչ տարբերություն հայմա ինքը բանա, հակաեկեղեցական հետ ինչ հայա չէ, բայց այսինքն քաղաքական առումով նույնիսկ իրականում մենք միասնական ենք, որտեղ միասնական է մեր գլխին կախված վտանգը, բայց այս իշխանությունները ամեն ինչ անում են այդ բանը բթացնելու համար, վտանգի զգացողությունը ու ազգին իրար դեմ թշնամացնելու, որտեղ մենք պարակտումից էս ամեն ինչին եկանք, ես ասացի, որ մենք կենթանի ականատես եղանք երեք, պարակտումը այդ զուտ տարակարծությունը չի, դրա համար այսպես երկար էքսկուրս արեցի, որտեղ է բազմակարծությունը, ինչ է դա նշանակում, որտեղ է միասնականությունը, պարակտումը ինչի, որ մեկը մի ձևա մտածում, մեկը մի, պարակտումը հենց այնա, որ ֆունդամենտալ հարցերի շուրջ ոչ միայն կա տարաձայնություն, կա թշնամանք։ Նույն ձև ոնց որ ընտանիքում են, որ այտենց մեկը ասում է, չէ, ես երեխա չեմ ուզում, կարիերա պետք է անեմ, մյուսը ասում է, չէ, ես 4 երեխա եմ ուզում, ու ինչ-որ բայց իրենք սկսում են չխոսալ իրար հետ։ Որ նույնիսկ պայտակ կուխնյայում են երկուսն էլ, ցուցադրական մեկը ամաններն է չխկացնում, մեկը պատարակաղն է չխկացնում, ասենք էտա իրանց կոմունիկացիան մնում էլի, չեն էլ ուզում խոսան։ Էլ չասած արդեն ինչ-որ ֆիզիկական բռնության մասին։ Հիմա երեք այդ տեսարաններ։ Եվ բնականաբար ոստիկաններին անիմաստ են քննարկել այդ հարցը, որտեվ հրաման են տալիս, կատարում են, իրենք ուղղակի այնտեղ դրսևորումն են համակարգի մտածողության։ 5 տականի հայտնի առակը կա, չէ, երկու բոզ կանանց տանը երեխա է ծնվում ու չեն կարողանում երեխային կիսել եւ գալիս են թագավորի մոտ, ասում են, բա հիմա ես ոնց պիտի լինի, ես ասում եմ իմ երեխան է, ինքը ասում է իմ երեխան է, իմնա կոննա, իմնա։ Թագավորն ասում է շատ հեշտ է լուծում, երեխուն բերեք, ես հեսա թրովս կիսեմ, կեսը քեզ։ Մերօրյա բառով ասած fake մերը, հա, ասում է կիսեք, հավասար տվեք, իրական մերը ասում է չէ, տվեք իրան, բայց երեխուն մի կիսեք։ Ինչի մասին է այս առակը, շատ բաների մասին է, բայց ես հիշեցի, որ կա ինչ-որ մի բա, որ բոլորն են ընտրում ճշմարտությունը։ Երեք այդ բայերից մեկն էր, ինչ առումով, որ տաճարի մուտքը բաց էր թողնված առաքելական եկեղեցու
հետևորդների առաքելական եկեղեցու հոտի համար։ Որտե բոլորը շատ լավ գիտեին ում է պետք է եկեղեցին, ումն է այդ եկեղեցին ու ում առաջ է պետք բաց լինի։ Իսկ արդեն մուտքից մոտավորապես 5-ից 10-15 մետր հեռավորության վրա նոր այն մարդիկ էին, որ ցավոք ոչ մի կապ չունեն այդ սրբության հետ։ Մեկին լավ ասաց, դե որ գոռում էին այդ Գույանից հեռացիր, բան, այս կողմում կանգնած Միկին ասաց, ասենք թե հեռանա, ձեզ ինչ դուք ինչ կապ ունեք այս եկեղեցու հետ։ Ինակ է գիտեմ, որ կապ չունեն, բայց դա ցավալի է, որովհետև իմ հաստատ համոզմունքն է, սա այնքան զգայուն թեմա է, նույնիսկ տեսեք, ես միտումնավոր զերծ եմ մնում ասել մեր կողմում կանգնած, մեր մարդկանցից մեկը նրանց կողմում, ասենք մի բուռ ազգի մեջ, ընդհանրապես մեկը մեկին, որ ուզենա վատություն մաղթի, ազգային քաղաքական վատություն, կարծես ես մաղթում եմ ձեր երկրում լինի ներքին թշնամանք կամ առավել ևս քաղաքացիական պատերազմ։ Հիմա իրանք Հայաստանը փաստացի հասցրել են քաղաքացիական պատերազմի վիճակի 18 թվից ուղղակի անարյուն։ Մեր օրերում ամեն ինչն է, չէ՞, մի քիչ ավելի փափուկ տեսքով Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն է, իհարկե ցեղասպանություն է, բայց յուրեն Արմին Վեգների նկարած նկարների դաժանության ինչ որ այդպիսի կադրեր չկան, բայց դա ցեղասպանություն է։ Նույնիսկ այս 18 թվից ընթացողը, որ նույնիսկ իրանք կնիկը խփեցին այդ տերմինի վրա 18 թվի օգոստոսին, ասին այո, սա սևերի ու սպիտակների պայքար է։ Չասին են նախկին էլիտայի, նոր էլիտայի, չէ, հենց կոնկրետ ասին երկրում հիմա սևեր սպիտակներ։ Քաղաքացիական պատերազմ է, երբ որ բաժանում են երկու բինար դիխոտոմիկ մասերի։ Ուղղակի անարյուն է։ Փառք Աստծո։ Բայց միևնույնն է մնում է քաղաքացիական պատերազմ։ Դրա համար ես այդ բառերից նույնիսկ զգուշ եմ մնում, որովհետև այդ իրանց ուզածն է։ Էլ եմ ասում թշնամուն, որ ուզենա հակամաղթանք տա, ասի այ այդ եմ ձեզ մաղթում։ Դրան էլ են իրանք հասցրել։ Մի անգամ Ռոբերտ Քոչյանը լավ ասաց, երկու անգամ չանց կարծեմ ասել, որ ոնց որ ես չգիտեմ հիմա այս մարդիկ թուրքերի մարդիկ են, ինչ են, ոնց որ չեմ կարա էլի այդպես պնդում անեմ, եթե թղթեր ապացույցներ ձեռից տակ չկա, բայց ես կարամ ասեմ, որ եթե լինեին կամ եթե թուրքերը ստեղ ունենային իրանց մարդկանց, ինչ կանեին։ Եվ ասում եմ, իրանք կարել են նույն բաները, ինչ որ եթե ստեղ լինեին հենց ուղիղ թուրքերի մարդիկ։ Ինչքան վատ բան կար, ասեցի։ Ես իմ գրառմամբ անդրադարձել եմ այդ ճակատագրական այլ ամենադրամատիկ մետաֆիզիկական առճակատման պահին, երբ որ հենց պիտի սկսեր վեհապար հայրապետական մաղթանքը ու սկսեցին քացեքով տալ մայրտաճարի դռներին, փորձել ներս խուժել, իդեպ ես իմ գրառման մեջ գրել էի, որ նաև մի բան ներս խուժեցին, հետո հանվեցին, ինձ ուղեցին հենց այդտեղ կանգնած ավելի խորագիտակ մարդիկ, որտեվ ես եկեղեցում ներսերն էի Ատյանին մոտ, Ատյանի ու դռան արանքում մոտավորապես հավասարահեռ, իմ տեսողական բանով, տեսողական վերլուծությամբ ինչ-որ մի բան մտել էին, ապա դուրս էին դրվել, այն ինչ գրել եմ, բայց էլ եմ ասում, այդտեղ կանգնած ավելի իմացող մարդիկ ասին, որ չէ, ոչ մի բան էլ չեն մտել։ Զուտ ուղղակի ես այդ աջ ցախ մարդկանց հոսքը, այդ հոսընթացը իրար անցումը շփոթել էի մտնելու հետ, բայց դա չի էականը։ Այլ էականը նա էր, որ այդ սկսվեց հենց այն պահին, որ պիտի սկսեր մաղթանքը։ Ու չգիտես ինչու հենց այդ պահին ոնց որ ոստիկանական այդ պատը ճեղք տվեց, մինչև այդ ձեզ ասեմ, մինչև հայրապետական թափորը, երբ որ եկավ մտավ եկեղեցի առհասարակ, էլի իրանք մեկ էլ գոռում էին, այդ տեսեք, ասցի իրանք, անխուսափելի է, բայց պետք է կառավարել։ Երբ որ գոռում էին հեռացիր, ի պատասխան վեհապար վանկարկում էին եկեղեցու հետևորդները, պաշտպանները, այդ ոստիկանների ու ազգային պատգամավորներից կարծեմ Իշխան Սաղաթելյաններ այդ բան զրույց գնաց դե Գեղամանուկյաններ, որ բանա ոստիկանը ասեց այն կողմում ասելով նկատի ուներ հենց դռանը հարող հատվածում տաճարի,
Այս այն կողմում մի քիչ բարակ է ոնց որ ոստիկանական պատը մոտիկ են այդտեղ կոնտակտ ա լինում, բան ա լինում, երևի պնդացնենք, ասենք հա դե երևի պնդացնենք։ Ու ոնց որ պնդացրին։ Դրանից մի 20 րոպե հետո հայրապետական թափորը եկավ, մտավ, բուն ժամերգությունը սկսեց, այսինքն մոտավորապես այդ պնդացնելուց մինչև այդ մետաֆիզիկական իմ ասած արճակատման պահը մոտավորապես երևի եթե ոչ մի ժամ, ապա 45-50 րոպե անցավ։ Ու հենց այդ պահին հայրապետական մաղթանքից 1 րոպե առաջ, չգիտես ինչու, այդ պնդծված պատը ճեղքեր տվեց եւ բան արեցին։ Ախր բոլոր ամեն ինչ հասկանում են, գիտեք, ես դրա համար ասենք ոստիկանների գործողություններ անդրադառնալ ոչ թե իրենց վատ են վերաբերվում, չէ, վատի լավի հարց չի, այլ ուղղակի կա ակտոր ու ոչ ակտոր, non-actor։ Հիմա իրանք մարդ են, այսինքն սխալ չհասկանաք ասածս, բայց որպես քաղաքական սուբյեկտ ակտոր չեն։ Մենք ուղղակի իրենց վարքի մեջ տեսնում ենք իրանց հրաման տվողների վարքը։ Օրինակ այդ մեկ պակաս ճակ տալը։ Եվ նաև երբեմն իրանց խոսքում մենք հասկանում ենք, թե իրանք վերևներից ինչ են լսում։ Արդեն երբ որ հայրապետական թափորը հետ դուրս եկավ եկեղեցուց, գնաց դեպի վեհարան, ոնց որ մի քիչ ավելի կերքերը թուլացան, բայց միևնույնն է, հələ գոռում էին հեռացիր, վեհապար, բան, այնտեղ հեռացիր, ստեղ վեհապար։ Եվ իդեպ այս կողմում մենակ ուղղակի վեհապար չէին գոռում, նաև ամեն հայ սրտից բխածն էին երգում, ակնհայտ տարբերություն կար երկու խմբերի միջև, բայց այդ չի հարցը, ուրիշ բան եմ ուզում պատմեմ։ Արդեն հայրապետական թափորի հեռանալուց հետո զուտ բաներ, այսինքն դեռ մարդիկ կային, որ եկեղեցում էին, աղոթում էին, դուրս էին գալի, ճխլոցի, դավկա, այդ բան Քոչյան Լևոններ, մեկ էլ մանուկյան գեղամներ, ոնց որ այդպես խոսում են, բանակցում են, դե ստեղից դուրս եկեք, դուք աջ գնացեք, դուք ձախ գնացեք, թողեք մարդիկ դուրս գան, բացեք, արեք, նարեք, ընդ մեկը կանգնած քֆուր քյաֆար ա տալիս, ասենք քահանան գալիս է, ոստիկան ասում է գնա կարգի հրավիրի, մի հատ անմակարդակ ցավալի վիճակ հարուցված իշխանությունների կողմից, բայց մի պա երբ որ մանուկյան գեղարան ոստիկանն ասեց դե բանա, բացեք այն կողմ, ոնց որ միջանցք բացեք, ու այն կողմ ասել ցույց տալի դեպի վեհարան։ Մանուկյան գեղարանն ասեց, բայց այն կողմից բացենք, այնտեղ վեհարանն է։ Ասես դե մի ձև բացեք, մի տեղից պետք է բացվի, որ ոնց որ այս ճխլոցին դաթարի։ Ասես գնացեք իրանց մոտից բացեք։ Բա ասում եմ հələ դուք ստեղից բացեք, մի քիչ հեռացեք, տեղ ազատեք, որ զբաղվենք։ Գեղամն ասեց, «Յա, բա որ ասես մենք հեռանանք, գան մտնեն գրավեն»։ Այս ոստիկանը ասեց, «Հոգնած, այս կյանքից հոգնած», ասենք բոլոր ոստիկաններն են քնած։ Ասես մենք հոգնած դեմքով բան նայեց գեղամին ասեց ախպեր չեն կարա առավոտը գան գրավեն։ Այդ արտահայտության մեջ էլի ասում սխալ չհասկանաք, նես չի որ ինքը դա էր ուզում, ինքը դրա կողմնակիցներ չէ։ Առնվազն իր խոսքից չեն կարող նման դատողություն անել, ավելին եթե ինձ հարցնեք, ինքը ավելի շատ դրա կողմնակիցը չէր։ Բայց այդ բանին ոչ թե ավելի շատ դա էր երևում իր բանից, այլ այդ հոգնածությունը, զզվացությունը ու նաև որ սաղսե հասկանում ենք էլի ինչա կատարվում։ Պարշի ոնց կոպիտ ասած բանը 7 վերքը ոնց են գրավել, բանը ուզեց ասի հիմա դուք գնաք, տենց որ ինձ ասում ես բա որ ես 5 մետր են կողմ գնամ կան մտնեն գրավեն, առավոտը չեն կարող կան գրավեն։ Բոլորը ամեն ինչ շատ լավ հասկանում են մեր երկրում։ Սա իմ հաստատ համոզմունքն է, բազմիցս եմ արտահայտել, բոլորը անխտիր։ Այդ բանակից ազատվել ապօրինի ձևով էլի, ազատվել փորձելու վիճակագրությունը ինչա տենց աճել էս վերջի 2-3 հունվարի 28-երը դրան ա նվիրել։ Քան թե բանակի օրը շնորհավոր է, ասում է մարդիկ սկսել են ավելի շատ փորձել բանակից խուսափել, բայց այդ խիտ են եղավ։ Եթե ամեն ինչ այդքան լավ է, բա ինչ է ամեն ինչ այդքան վատ։ Եթե վիճակագրորեն, ասես մի հատ բան կա էլի, ասենք վիճակագրության մաթեմատիկայի մեջ, եթե թիվը աննախադեպ աժ արձանագրել, հետեից ողջամտորեն հետևում է, որ կա հավասարաչափ բաշխվածություն նաև բնակչության բոլոր սեգմենտների միջև, այդ թվում ըստ իրանց քաղաքական նախասիրությունների, կոպիտ ասած այնպես չի, որ միայն ընդդիմության
կողմնակիցների երեխաներին են փորձում այդպես բան անել, չէ, եթե այտենց կտրուկ է, չէ, դա նշանակում է հավասարապես բոլորը։ Այդ թվում նաև իշխանությունների կողմնակիցների երեխաները բախի, որտեղ բոլորը ամեն ինչ լավ հասկանում են։ Երևի այլ առիթ կլինի կամ այլ ձևաչափով, այլ ոչ քաղաքագետի կաբինետի շրջանակներում, բայց այդ թեման է կվերլուծենք, որ լավ, եթե ամեն ինչ հասկանում են, որ այս թուրքանոց է դառնում այս ամեն ինչը, երկիրը վարի է գնում, բա ինչի են պաշտպանում։ Ցավոք կան պատասխանները, ես կնախընտրեի չլինեին, որտեղ տխուր են բավականին պատասխանները, բայց նաև մխիթարական լուծում կա այդ ամեն ինչին։ Հիմա ուղղակի եկեք խոսանք որպես վերջաբան եկեղեցու հետ կապված լուծումների մասով, ինչը որ խոստացել ենք նախապես։ Ու հիշելով ոստիկանի ասածը, որը ոչ թե ինչ-որ տենց իր միտքն էր, այլ ամբողջ տպավորությունը, որ ինքը այս ամեն ինչից առնում է։ Ասենք ակնհայտ է, չէ՞, որ իրանց տարբեր մի քանի հրահանգներ էր տրվել, եթե շատ լինեն պաշտպանները, Էշմիածնի ինքնապաշտպանները այսպես, եթե քիչ լինեն այսպես, եւ ակնհայտ էր, որ շատի դեպքում ասել են լավ, շատի դեպքում բախման մի տարեք, թողեք այնտեղ մեր բերածները պրոստը գոր գրան, ոնց որ տոնը փչացնեն ճակերտավոր ասած, մեկ էլ ամենակարևորը իր խոսալու պահին, որ մի քիչ սրեք, ված չի լինի։ Հիմա մարդը էդի իրան էլ եթե չեն ասում ինքը, ասենք, չգիտեմ, մայորել չի, կապիտանա, ինչա բանա, բայց ռացիայով է լսում, հասկանում է, գիդի, հետո գնում են պերերի վանելուց գազելների ավտոբուսների մեջ ծախ քննարկում են։ Հիմա այս հիմք ընդունելով, այո, այս վտանգը միշտ կա։ Պարզա այդ վտանգը այն բառացի ինչ որ այդ տղեն ասեց առավոտը կգան կգրավեն, որտեղ առավոտը գրավելը ում է պետք։ Այսինքն պետք է այտենց ամեն մեկը ամեն ինչ կարա գրավի, ասի գրավեցի, բայց այդ քաղաքական էֆեկտը պետք է ունենա։ Հիմա եթե իրանք օրինակ իրոք էս առավոտ գնային գրավեին, մենք էլի սա բան գործ թողած գնայինք մեր սրբությունը պաշտպանելու, իրանք էլ 1 միլիոն ոստիկան բերեին, դառնար ինչ որ մայր տաճարը մեղաքեստ է ասված ինչ որ բան ոստիկանական ինչ որ տոնածառ, էդի չեղավ որ դու բան ես արել, էլի այտենց եկել գրավել ես։ Էդի եղավ, որ որտեղ նախ մարդ է ընթանում, գրավել են, որ գրավել ես, այդտեղ մարդ է ընթանում, դու բերել ես զգալի ուժեր ես բանարը կենտրոնացրել ու դու չես պահում դա, որտեղ պահել են, որ գրավես, օգտագործես եւ այլն եւ այլն։ Ոչ թե այտենց ուղակի որ վայ մտա։ Այդ դառնում են մարդը մտքին ինչ ասես գալիս է, ինչ թեմայից ենք խոսում, ինչ ենք հիշում, ինչ սարքին էս երկիրը։ Այն սիրեկանի ամուսնու հայտնի անեկդոտն է դառնում, ասում են գիշեր այդ կլորի մեջից դուրս եմ եկել։ Այդ գրավելու մասին չի խոսքը, այլ այն մասին, որ ինչպես նաև այսօրվա այդ թերթիկը կեղծ ցույց տվեց, որ իրանք շարունակում են պայքարը։ Հիմա օրինակ երեք կարող ենք ասել հաջողեցինք, բայց պայքարը շարունակվում է, ինքնապաշտպանությունը շարունակվում է, ինքնապաշտպանությունը հունվարի 1-ից հետո էլ է շարունակվելու, դե իրանք ինչ-որ ներքին վերջնաժամկետ ունեն, չէ, ոնց որ մինչև նոր տարի պետք է լուծեն իրանք այս հարցը, որ իրանց համար իրոք հարց է, իրանց համար Ալաշուկյոր Փաշազադեի, Ալիևի, Էրդողանի համար հարց է։ Այդ բանն է լավ ասում Վարուժանը Գեղամյան, ամսաթվով բանով ինքը հիշում է նոյեմբերի 10-ը, 12-ը, 20 թվի, որ Թուրքիայի ոնց որ ես անգիր չեմ հիշում, բայց էությունը հիշում եմ։ Կարծեմ Թուրքիայի անվտանգության խորհրդի ինչ որ նիստ է լինում, պարզափակ, բայց ինչ որ մի մասը հրապարակային, թե Միլի Մեջլիսում է կարծեմ ինչ որ նիստ լինում, Միլի Մեջլիսում էր ոնց որ այս Ղարաբաղի հարցերով, նոյեմբերի 12 թե ինչ, տենց մի քանի օր անցած էլի, որ մի հատ պատգամավոր վերակենում, ասում է, եթե ձեզ թվում է, թե վсё փակված է հայկական հարցը, թեման եւ այլն, չէ, հələ եկեղեցին կա։ Հայկական եկեղեցին կա, Վարուժանի ալիքում այդ բաները կան։ Հիմա այս հարցը փակված չի, հա, հունվարի 1-ը կարա գա, վեհապարայապետը մեզ շնորհավորի, ասենք, օ, տեսակ չհաջողեցին, բայց շարունակում են իրանք պայքարը։
Սա բան չի էլի, այն այո ոչի համանդրական հանրաքվեն չի, որ սկսեցին կորոնան եղավ, ընդհատեցին, դե հետո արդեն պատերազմը եղավ, ոնց որ ամբողջ կոնտեքստը փոխվեց, բայց նույնիսկ այդ օրակարգից իրանք չեն հրաժարվել։ Հիմա նորից կա չէ թեման, շատ ավելի բան դրսևորմամբ սուր թուրքական դրսևորմամբ շատ քիչ օրակարգեր կան, ոչ որ իրանք բան լինեն, հրաժարված լինեն։ Ըստ որում նույնիսկ չակերտավոր ասենք ապաքաղաքական օրակարգերը, ոնց օրինակ հայտարարագրումը, որը գերքաղաքական օրակարգ է, բայց եթե մի պա դա ընդունենք զուտ որպես ինչ-որ ֆինանսահարկաբյուջետային քաղաքականության տիրույթում գտնվող եւ ոչ հենց քաղաքական, մեկը դա էլ իրանք հետ չեն կանգնել։ Իրանք այն տպավորությունը ստեղծեցին, թե իբր կանգնեցին, բայց հիմա գնում է այդ process-ը։ Մի քիչ ուրիշ ձև քաղաքացիների համար աննկատ, ոչ այդքան ծախսատարվում, բայց գնում է այդ տարագրման process-ը։ Ուստի պայքարը շարունակվում ամենակարևորը սա է։ Երեք մենք ունեցանք էական հանգրվան, որից պիտի դասեր քաղենք եւ լավ եւ վատ։ Լավ դասերից են էր, որ միասնական ազգային դաշտ տեսանք։ Այնտեղ եւ բանը կար, որ հերթականությամբ հիշեմ այդ եմ ասելու, մեր ձևովը կար դաշնակցությունը, ընդհանրապես Հայաստան դաշինքը կար, այդ թվում դաշնակցությունը, հանրապետական կուսակցությունը կար, այնտեղ ես հայրենիք կուսակցության անդամներ եմ տեսել, Արտուր Վանեցյանի, Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը կար, ոնց որ մարդ բաց չթողեցի, ուր էլի, չէ դե հիմա տեսանելի քիչ թե շատ պլյուս մինուս է դա եւ իհարկե լիքը այնպես չստացի որ իդեպ իշխանություններն այդպես են փորձում քարոզել որ իբր սա այդպես բան է էլի մենք քաղաքական պիկետ ենք անում քաղաքական պիկետ չենք անում բան է ինքնապաշտպանությամբ ենք զբաղվում լյուբո ինքնապաշտպանություն իրականացնում են կազմակերպված ուժերը այ քեզ բան դրա համար առաջին հերթին հիշատակում եմ ուժերին բայց այդ ուժն էլ ուժան նրանով որ ինքը նենց բանի համար է պայքարում որ դրա հետևում ժողովուրդ կա ու մենք էլ որպես այդ ժողովուրդը հավատավոր մարդիկ անկախ այս կամ այն պատկանելությունից բայց ստեղ իմ խոսքի իմաստը այդ քաղաքական դաշտի միասնականությունը ցույց տալն էր հիմա կարևոր չի ով դռնից ինչքան հեռու էր կանգնած ինչքան մոտիկ էր կանգնած ով էր նախորոք գրել կանչել ով ուղակի պարզ եկել էր բայց ներկա էր բոլորը կային սաղ սաստավը ընդեղ էր ու դա լավ է կա գոնե էլի մնացել է ինչ-որ մի հատ բան, որի շուրջ հնարավոր է միավորվել ու գիտակցումն էլ կա, որ այս եկեղեցու դեմ արշավը դադարած չի հետեւաբար այստեղ փոքրիկ լավատեսական հիմք է առաջանում պնդելու եւ աշխատելու այդ ուղղությամբ, որ սա կարող է տանել ազգային դաշտի ուժերի կենտրոնացման միավորում որ ասեմ այդ կնկալվի տեխնիկական այնպես չի որ ես դրա կողմնակից չեմ ինձ որ հարցնեին ես կասեի դու ամբողջ ընդդիմությունը մի ցուցակով հանդես գա այ քեզ բան եթե ես որպես պարզ քաղաքացի հարցնեին բայց հիմա հանդես գալով որպես քաղաքագիտական բանից մեկնակետից հասկանում եմ որ դա նույնիսկ ուտոպիա էլ չի դա ուղղակի ուտոպիան մի բան է որին գոնե պետքա ձգտել երբեք չես ասնի բայց պետքա ձգտել դա ուտոպիա էլ չի դա պետք էլ չի ձգտել որովհետև դա ուղղակի անիրատեսական է ուղղակի միշտ հիշատակում եմ նաև իմ քաղաքացիական դիրքորոշումը այս հարցին բայց ուժերի գոնե կենտրոնացման հնարավոր է հասնել կենտրոնացում այսինքն որ թիրախները շեշտադրումները նույնն են հա բանն էլ էր այնտեղ Արման Թաթոյանը գրել էր որ ինքը գերագույն հոգևոր խորհրդին հրավիրված բան էր մասնակից էր զեկուցում ակարտացել մեր Մալխասյան Միքայելին տեսայելի Ատյանում կանգնած էր մեր լավագույն պատմաբաններից այնպես որ ամենակարևոր քաղված դասը էսա ու այդ միասնականության շնորհիվ բան եղավ հաղթեցին ես ճիշտ է զարմացա որ այսօր իրանք այդ թղթի կտորիկը հրապարակեցին իմ կարծիքով իրանք պետքա փորձեին սեփ խրել ազգային դաշտի ուժերի մեջ կարող է ինչ-որ տեղերում արել են սիվիկ միվիկներում այդ ինչ-որ աղբանոցներում բաներում չգիտեմ, բայց ինչ-որ մի ձև կիմանայինք, չեմ նկատել համենայն դեպս բավականին հագեցած օրեր տարատեսակ անելիքներով, համենայն դեպս չի ինգել աշկովս, բայց ես մտածում եմ երեք այդ օրվա բովանդակային մասի ավարտից հետո, որ այդ են երևի անելու,
փորձելու են կռիվ գցել, ասել բա այն մեկը մոտիկ էր կանգնած, նա հեռու էր կանգնած, բախի նա գրել էր, նա չէր գրել, փաստորեն եւ այլն, որ մենք կոպիտած այդ պասը վերցնենք, սկսենք իրար ուտել, բայց ուրիշ ճամփով գնացին գնացին հիմա այնպես չի իրանք անսխալական են կամ անթերի են կամ անպարտելի են, մենք հələ որ մենք ենք բան զիջում ուղակի միասնականությունը պիտի պահվի ամենակարևոր քաղվելիքն է, որտեղ դրա շնորհիվ այդ երեկվա բանը եղավ մի ուժ էլ չլիներ, ուստեղ մենակ քանակի հարցը չի, մի ուժ էլ ներկայացված չլիներ կազմակերպված ձևով, դա կարար օրինակ ավելի բանի դրթեր իշխանություններին, ավելի սանձարձակ պահվածքի, օրինակ ոչ թե մեկ պակաս հանրապետական մաղթանքից կապ տային ասեին առաջ բրտեք ընդեպ քիչ հանեք մլիցեքին առաջ բրտեք տո բան անեն կացով տանդարանը բան եւ այլն, այլ ասեին չէ, նենց արեք, որ մլիցայա խառը գնան մտնեն, ասենք, բանի մեջտեղը կայնեն, տաճարի մեջտեղը։ Էլ ավելի անկազմակերպ լինեինք, չեմ ասում քիչ, անկազմակերպ, կազմակերպվածությունն է հաղթում, ոչ թե պարզ քանակը։ Կարող է ասեին, ուղղակի մտեք այդ մաղթանքը բան արեք, խափանեք։ Բայց գալատ են արել, թե մաղթանքը կխափանեն, Վեապար Հայրապետը երևի այդ սաղ իրարանցման ժամանակ ամենանդրդվելի մարդն էր, մի վարքյան իր մաղթանքը չի դադարել հանգիստ, անվրդով, այդտենց պիտի լինի մարդի բոլորս ենք անցավոր պարզա այս հիմա գոնե ոչ թե ասենք հարության մասին եմ խոսում, որին հավատում ենք Հիսուսի երկրորդ գալուստից հետո այլ հիմի այս վախտերը բայց մարդ կարա իր մեջ գրի այդ հավերժականության զգացողությունը ես այդ օրինակը չբերեցի ճիշտն ասած իմ գրառման մեջ բայց մի բան մտածում եմ, ասում եմ, ցեղասպանության դες պատմություններ կան, որ ինչ-որ մի գյուղում էլ մտան եկեղեցի պատարակի ժամանակ քահանան մինչև վերջ պատարակ էր մատուցում եւ այդպես խորանի վրա էլ սպանվեց բան չի կարա լռի այդ մարդը չի կարա դադարի դա կոդ է դա քաղաքակրթական կոդ է որ հազարամյակ գալիս է համարյա 2000-ամյակ ոնց կարա դադարի ու հիմա դրա համար թիրախավորվելու որ նա հալածվում է հետապնդվում է այդ կառույցը որ այդ համարյա 2000-ամյա մեր քաղաքակրթական կոդի հիմնական մարմնավորումն է այս որ երեխա էի հեսա դեմն է նոր տարի է առանձնապես սիրտու հավես պարզա չկա բայց մարդ ենք չեն գժվելու թեպետ մեր դաշտում լիքը մարդիկ շատ մոտ են դրան բարի ոչ են ամենա սուր իմաստով բայց չունեն հոգեկան անդոր չունեն հեսա դեմն էլ նոր տարի է էլի դնելու են խորհրդային հայտնի բանը Իվան Վասիլևիչ меняет профессию Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը կինոն նայում էի ես էլ երեխա պատմություն սիրող ծերից կարող մի ալիքով պրսներ այն ժամանակ էլ ռուսական ալիքները մուլտիպլեքսում էին այսօր լեզով ասած բան ոչ նոր կային էլի ամեն տելևիզիոնի մեջ կային տերմինները կարող խառնեմ մի ալիքով կարող պրսներ փոխեի այն մյուսով նոր սկսված ելներ մի հատ էլ ծերից ծեր նայի ու մի օր ասի հիմա իրանց մոտ է շենքը կա բանում է նկարած դեպ Նովգորոդում է նկարած այդ Նովգորոդի Կրեմլն է ու կա այդ շենքը այսինքն հնարավոր ռեալ գնալ այդ տեղը որտեղ վազում են հետապնդում են ասես նայում էի ասում էի իրանց մոտ էս կա էլի մեր նայում ես ասենք վանքերը ասում են վանքերը մեր ամրոցները նայում ես ասենք ամբերթը բանը բլկոց կիսատ հազիվ մի պատը կա բան ասում թոթոր շենքը կանգնած բան ասում եմ մեր նախարարական տները սա մաղված բան լավ մեր ինչ էլի sense մի հատ հին բան կա մեկ անգամ ասի եկեղեցին մի րոպե ինչ Նովգորոդ ինչ Կրեմլ մեկ եկեղեցին նույնիսկ մայրտաճարը հələ ֆիզիկապես որ համարյա տարեկիցն է նաև ընդհանրապես մեր եկեղեցու որպես այդ շինություն դրա հետևից են ընկել որ վերջնական փագեն ստե դառնա Արուսյակ տատիկի ասած Հվակովի մարդկանց բան հավաքածու ոչ թե ազգ այլ ուղակի Հվակովի մարդիկ
հա ես էս եկեղեցին եմ գնում, ես են մեր Արոշանյան Բորիսն է լավ ասում, ասում է լավ ո՞նց կարելի է մի ազգի մեջ այսքան կուսակցություն, այսքան աղանդ, այսքան եսի մի, ասում ես ո՞նց պետք է բան լինի։ Ինքը շատ բան ունի տեխնիկական լավ իմաստով վարչարարական մտածողություն, այսինքն պարզ ուղղակի նայում ես, բայց եթե ասես միլիոն հատ բան է, ոնց պետք է ինչ-որ ընդհանրական պայքար էստեղ վարվի, էլի, մենք Ղարաբաղում երբ որ հաղթեցինք առաջի պատերազմը, ընդհանրության հաշվին էր, ինչ է։ Անկեղծ միշտ զարմանում եմ, միշտ դրա մասին ասում եմ։ Շատ հարգելի մարդ է։ Այսօր սրա մասին էինք ճիշտ ուզում խոսել, որ չբթացնենք ամեն դեպքում նաև մեր զգոնությունը ու չգիտենք ինչ ձևով կարիք կլինի հերթական անգամ զբաղվել մեր եկեղեցու ինքնապաշտպանությամբ ամեն հնար իրեն կարող են գործադրել կարան ամեն կիրակի կամ ամեն անգամ երբ որ պիտի վեհապար հայրապետը մայր տաճարում որևէ մի եկեղեցական ծիսակատարության մասնակցի կան ամեն անգամ նույն բանն անեն իրանցից ինչ է գնում իրանք մենակ շահում են հերթական անգամ լարում, հերթական անգամ ներքին պառակտում, հերթական անգամ մենք հոգնում ենք, կան 6-7 անգամ տենց անեն, ոնց որ բան էլի, հյուծման պատերազմ սենց ասած, կարան այդ միտքը թողնեն, ասեն չէ տենց չենք անում, այն բաներն ասել են, չէ, Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների և կարծեմ նաև Մկրտիչ արքեպիսկոպոսի ասած տիրադավները, սոն հաջորդ անգամ գալու ենք ինչ միացնում, գվառենք, ինչ անենք, ինչ-որ մի բան անենք, Տեր Եսային էր կարծեմ, ոնց որ, հա, ասեց բոլորի համար դռները բաց է, եկեք աղոթենք գնացեք, կավա տենց փորձեն անեն, այդ մարկանց բերեն զորով ճխտեն, ասեն հիմա այսօր իրանք ստեղ պատարակ են անում, ոնց որ մոտավորապես արեցին 7 վերքում, ինչեր այդ գյուղի անունը մրգաշատ էր ոնց որ այնտեղ բանում հովանավանքում 2 անգամ լրիվ ուրիշ բան անեն եւս շո մեկին ձերբակալեն մենք քանի որ թույլ են մեր օրակարգերը ավելի շատ գործում ենք ռեակտիվ բայց ռեակտիվ գործելն էլ ինքը որոշակի պատրաստություն է պահանջում դրան էլ պիտի պատրաստ լինես ուստի խնդրանքս որ ուղղակի պատրաստ լինենք, կարողապեկ լինի լայք դնելով, կարողապեկ լինի շեյր անելով, իդեպ ունենք այդպիսի հավատավոր քաղաքացիներ, որ հետևողականով են, մեկը մեր Արտուր Գևորգյան, տարածում են բարբերաբար Մայր Աթոռի սոցցանցային Facebook-յան հարթակի էջը, ասում են Ժորժ ջան, լայքեք, թող թիվը աճի։ Էդ էլ է պայքարի ձև։ Էդ էլ է պայքարի ձև։ Չգիտենք ոնց պետք լինի։ Ոնց որ Քրիստոսն է ասում, չգիտեք ժամը երբ կգա։ Դրա համար արթուն մնացեք, հիմա էդ է։ Մենք է որպես քրիստոնյա, առաջի քրիստոնյա, այդ էլ մեր խաչն է պիտի տանենք։ Եվ այդ խաչը տանելու ճանապարհին պինդ եղեք, ամեն ինչ վերջում շատ լավ է լինելու, իսկ եթե լավ չի, ուրեմն դեռ վերջը չի։